Ողջույն սիրելի հեռուստադիտող, Շանթ հեռուստաընկերության եթերում կրկին X Factor հեռուստաշոուի օրագիրն է եւ առջևում երկրորդ գալահամերգն է, ինչը նշանակում է, որ ամեն ինչ պետք է սկսել նորից։ Երևի թե իմ գոլեգաները նորից ասում են այս բառեր կամ ուրիշ ձև են ասում, մենք բոլորս պետք է հասկանանք, որ սա պայքար է եւ բոլորս պետք է հասկանանք, որ ինչ-որ մեկը ամեն համերգից հետո կարող է հեռանա պրոյեկտից։ Միջալուց ցավոք սրտի հեռանում են միշտ կամ ոչ միշտ ոչ նրանք, որոնք որ ամենավատն են երգում, կամ ամենավատն են ներկայացնում, կարող է դու շատ լավ երգես, բայց չքվեարկեն քեզ ինչ-ինչ պատճառներով։ Так что հանգիստ դրան վերաբերեք, ես ուզում եմ, որ դուք չներվեք։ Հիմա ասեմ ինչ երգեր եմ ձեր համար ընտրել հաջորդ գալահամերգին։ Հաջորդ գալահամերգի մեր թեման է 2000-ից այս կողմ ընկած հիթերը։ Էսի գիգաբիտի համար Black Eyed Peas Pump It։ Շատ դինամիկ, հետաքրքիր, Black Eyed Peas-ը ամբողջ աշխարհը գմփացրել է, բոլոր չարտերում եղել են, բոլորը պարել են։ Վարդանը Գաբոյան կնվագի գիտար, մնացած բոլոր բաները պետք է դուք անեք։ Այստեղ ավելի բարդ է, որովհետև այնտեղ եթե մենք ունենք լետնի դոժդի ժամանակ ունենք, չգիտեմ, երկու հատ բիթ, այստեղ ավելի բարդանում է եւ աշխատանքը եւ ձեր շարժուձևը եւ ինչ որ հետաքրքիր բան է պետք մտածել շարժումների մասին, ձեր հագուստի մասին, որ վառ լինի, որ մարդիկ որ հիշեն։ Գնացինք առաջ, կնոպկենք գտանք։ Maroon 5 This Love Մարսոնի համար է այս երգը։ Երևի ներկայացնել պետք չի, բոլորը գիտեն։ Մնաց պիեսը համար ընտրել ենք այս երգը։ Umbrella-նա, բայց ոչ Rihanna-ի կատարմամբ Vanilla Sky։ Vanilla Sky-ը ձեր առնում Rihanna-ին։ Ուզում եմ, որ մենք էլ ձեր առնենք։ Ну, այսինքն հժանք։ Լավ։ Վերջը, կյանք ու պայքարը շարունակում է։ Եղավ։ Ասենք սրբուց, քո համար, ուրեմն ես մտածում եմ, եթե դու դեմ կլինես այս երգին, այդ նորմալ է, որտեվ դա իմ կարծիքն է, դու էլ քո կարծիքը պետք է ասես, կարևորը, որ վերջում երգողը դու ես։ Հասկացա, երգողը դու ես, դու պետք է լավ քեզ կոմֆորտնի զգաս։ Ուրեմն Քրիստինա Ագիլերա, երգչուհի, որին ես չեմ սիրել կյանքում, բայց շատ գեղեցիկ մի հատ երգ ունի, ինքը երկու երգ ունի գեղեցիկ, այս այդ գեղեցիկ երգերից մեկն է, որ ինձ ստիպում է, որ ես ուրիշ աչքերով նայեմ այդ երգչուն։ Այսինքն, եթե կա տենց հզոր երգ, որ կարա ինձ ստիպի իմ չսիրած երգչուն մի անգամից սիրել, դու այսօր այդ զենքը ունես։ Գնաց։ Էսի պետք է։ Ասի թե ես։ Մեկ դեր չէ։ Մինչ մի թիմը ընտրում է երգերը, մյուսը որոշում է բեմադրությունը եւ հագուստը։ Ժամ չեմ լինում, ինչքան ստեղ։ Արդեն Շանթի տունն է։ Բեմի վրա գրաֆիտի ուզում եք տենց անենք։ Պրոբլեմ չի։ Մենք կարած չէ։ Երկու հատ շիթ ենք դնում։ Իրանք լրիվ աշխատանքը անում են նկարելու, ու այդ ժամանակ մենակ լցնում են ներկերը խոսքի X Factor Gigabit։ Այդ 4 րոպեվա մեջ։ Ու պրծնում են իրանց հետ։ Դա էլ է վերսիա։ Այդ էլ է վերսիա։ Ես այսօր կհասկանանք, վաղը կասենք։ Հա, հակնելը իրանց
իրանք հագնում են street dancer-ների նման, այսինքն լեն շալվարներ վերևը ինչ որ ազատ ոչ իմայկական բան։ Հա, իսկ ինքը հագնում է լեն շալվար, բայց վերևը սարոջկա, գաուստուկ ու պիջակ, ստրոգի։ Այսինքն ինքը երկու մասից պետք է լինի, էլի բաղկացած։ Ոչ կեքետ, հա, պալոչկիկ։ Նա բալաշնիկներ։ Գնում եմ հարցազրույց այսօր Գորկի եմ ընդունվելու։ Կարող է լսած լինենք, նույնիսկ որտեղ հայտնի երգ է։ Էլ չի We've lost it all. The love is gone. She has won. Տեսես երգի դժվարությունը քեզ ասեմ։ Այս երգում չկա sense դում-դամp, բան sense, որ ուրիշ բաների վրա ուշադրություն շեղել։ Այս երգը ինքը կոնկրետ վոկալի վրա հիմնված երգ է։ Ու այս վոկալի տիպը, որ ինքը ստեղ օգտագործում եմ, ամենասիրած վոկալի տիպն է։ Այդ ամենադժվարն է, ու այդ կոչվում է կիսաձայն։ Երբ որ մարդիկ գոռում են, հեշտ է, երբ որ ցածր են երգում, հեշտ է, երբ որ դրա մեջտեղն են երգում, դժվար է։ Այս դրա մեջտեղն է։ Ու դու այս երգով պետք է կոնկրետ ցույց տաս քո վոկալային հնարավորությունը։ Վերցնում ես այդ պատասխանատվությունը քո վրա։ Ապրես, ես էլ վերցնում այդ պատասխանատվությունը իմ վրա, քեզ օգնելու, որ դու հասնես մի հատ մակարդակի, որ կարաս այս երգը ներկայացնես։ Բարև։ Նելին, օքեյ։ Ուրեմն էլի եւս մի երգ չի, ումից ոչ մի երգ չեմ սիրել, ու ոչը չի համապատասխանել իմ սիրած ոչին, բայց էլի եզակի երգ, որ ինձ ստիպեց կոնկրետ ուշադրություն դարձնել այդ երգչուն։ Այդ Beyoncé-ի Flows and All երգն է, որ ես համարում եմ մի հատ չափազանց գեղեցիկ գործ ու չափազանց խորը, քեզ էլ համարում եմ մարդ, նենց խորությամբ, որ կար այդ երգը տենց փոխանցի մարդկանց։ Այսօր դնեմ այդ երգը կլսես խնդրում եմ մի երկու վայրկյան, հետո կքննարկենք։ Ասացի, որ Beyoncé-ն է երգում։ Հա, գնաց։ Train wreck in the morning. I'm a bitch in the afternoon. Every now and then without morning. Okay. Պատկերացրեցինք։ Չէ։ Հիմա տես, ես քեզ ազատությամբ ասեմ, այս երգը, որ ես առաջ անգամ լսել եմ, ես կոնկրետ սիրարվել եմ իր բարաբանի վրա։ Որտեվ շատ է դուրս եկել ոնց է բարաբանը նվագում։ Այն որ Beyoncé-ն է բանը, որ մեջս նստած էր, որ չեմ սիրում, ուշադրություն չէի դարձրել։ Հետո արդեն, երբ որ ես մի հատ ուշադիր լսեցի այս երգը, ես իրոք սիրարվա այս երգի վրա, թե ոնց է ինքը երգում ու բառերը արտակարգ գեղեցիկ մի հատ բառեր։ Նույն մարդիկ, ովքեր ուշադիր չեն բարաբանին, ուշադիր են լինելու միանշանակ ոնց ես դու երգում, ու մարդիկ, ովքեր անգլերեն են հասկանում, նաև բառերը, որ դու արտահայտում ես։ Երգը ինձ թվում է, որ իդեալական ընտրությունն է քո համար։ Նույն այդ իմ կարծիքն ամեն դեպքում, քեզ ճանաչելով որոշակի առումով ու որոշ տեսակետներից, տեսանկյուններից։ Դու հիմա քեզ ավելի լավ ճանաչող մարդ, քեզ տեսնում ես որպես իրան կատարող։ Որտենց է հեշտ։ Չէ, համաձայն ես։ Հա։ Ոնց որ ամուսնանալուց լինի։ Այո։ Այո, տեր այր։ Լավ, օքեյ, всё, դու Beyoncé-ն ես երգում, ու դու երգում ես լավ, էդ էլ ենք հիմա որոշում։ Երգում ես լավ։ Հասկացանք։ Եթե ավելի դուխով պետք է ասեր, կան համաձայնում եմ։ Հա։ Լավ, դու ունես Beyoncé-ն։